Վանո Սիրադեղյանի «Մեր կամքին հակառակ» մեղրին մնաց Հայաստանի Հանրապետության կազմում հոդվածն իմ ընթերցած հոդվածներից թերևս ամենաքաղաքականն էր։ Այս հոդվածում պարզ եւ հասկանալի կերպով Վանոն խոսում է մի մտատիպարի, տեսլականի մասին, որը դեռևս 20-25 տարի առաջ փորձում էին իրագործել, սակայն չհաջողվեց Իրանի եւ Ռուսաստանի ճնշումների շնորհիվ։ Մտատիպարն իրենից ներկայացնում էր մեղրի փոխանակումը Արցախի հետ։ Այս մասին Վանոն գրել է 20-25 տարի առաջ, բայց այս հարցը մինչև այսօր էլ արդիական է։ Մինչև այսօր Ադրբեջանի նպատակներից մեկն է հանդիսանում մեղրի միջպետական ճանապարհի տերը դառնալը։ Վանոն դժգոհում է այս որոշումից, այն ներկայացնելով անընդունելի, նաև չմտածված։ Այս հոդվածում արծարծվող խնդիրը դեռ այսօր էլ արդի է եւ կարեւոր այսօրվա իրավիճակը հասկանալու համար։ Ցանկանում եմ մեջբերում անել հոդվածից։ Ադրբեջանին մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել դառնալը, ինչպես իրենց ապուշի տեղ դրած փորձում են մեզ հավատացնել ոմանք։ Մեղրու երկաթգծի համարժեքը ոչ թե Լաչինի Միջանցքն է նրանց համար, այլ Ղազախ-Իջևան երկաթուղին, որոնք կբացվեն զուգահեռաբար, երբ կընկվի խաղաղությունը։ Ալիևը մի հարցում է ստում, որ Քոչարյանը հրաժարվել է մեղրին տալուց։ Այդ բանը արգելել են Ռուսաստանը եւ Իրանը։ Իսկ Զանգեզուրի վրայով Նախիջևանով Թուրքիայի սահմանը դուրս գալն ու երկիրը միաժամանակ Ռուսաստանից եւ Իրանից վնասազերծելը եղել է Ադրբեջանի ողջ 20-րդ դարի տեսլականը, ինչին իհարկե Ալիևը չէր հավատում, որովհետեւ երեկվա Թուլեն չէր քաղաքականության մեջ։ Սիրադեղյանն այս հոդվածում իրավիճակն այնպես է ներկայացնում, որ պարզ երևում է Քոչարյանի եւ Ալիևի գաղափարների եւ ցանկությունների համընկնումը։ Սակայն այստեղ կա մի խնդիր։ Քոչարյանի եւ Ալիևի ցանկությունները չէին համընկնում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շահերի հետ։ Ինչ որ չափով նաև Ադրբեջանի, որքան էլ որ Ալիևը որոշ հարցերում համաձայնության եկել էր։ Հենց սա էլ պատճառ հանդիսացավ խնդրի կանխմանը, քանի որ այդ խնդիրը նշածս պետությունների համար էլ կարող էր ճակատագրական լինել եւ դառնալ իսկական գլխացավանք։ Բայց ինչ հետաքրքիր է, չէ՞։ Մեր այս փոքրիկ տարածաշրջանում մի փոքրիկ փոփոխության համար ողջ աշխարհը պատրաստ կանգնած էր այդ փոփոխությունը կանխելու համար, ԱՄՆ-ից մինչև Իրան։ Սակայն այսօր, մեր օրերում, երբ կրկին բախվել ենք այս խնդրի հետ, ոչ ոք ոչինչ չի ծրագրում հարցը լուծելու համար, քանի որ շահերի համընկնում չկա։ Ամեն մեկն իր հերթին քաշվել է մի կողմ եւ ոչինչ չի անում, մինչդեռ 20 տարի առաջ պատրաստ էին աշխարհը շուռ տալու։ Ըստ էության մեղրու հարցը Փարիզի սկզբունքն էր, փակվել էր արդեն Քիվեստում, բայց վերջնականապես ջրվեց մայիսին Մոսկվայում։ Իսկ հիմա Քոչարյանին մնում է մի բան պահել իշխանությունը, պահի ինչ անի, իսկ չպահի ինչ անի։ Այս հոդվածում պարզ երևում է, որ իսկապես մեղրին մեր կամքից անկախ է մնացել մեզ։ Մեզնից բացի բոլորը զբաղվում էին այս հարցով եւ մեր փոխարեն որոշում, քանի որ առաջին հերթին սա իրենց էր վնասելու։ Մեղրին մեզնից անկախ մնաց մեզ։ Անկախ մեկի կամքից, ով պատրաստ էր ամեն բան անել, որպեսզի մեղրին փոխանակեր Արցախի հետ։ Հնարավոր է, որ այս տեսլականի միջոցով լուծվեր Արցախի հարցը, բայց կլուծվեր այն դեպքում, երբ Հայաստանի սուվերեն տարածքից մի մաս տրվեր։ Ըստ իս այդ փոխանակումն իրոք անընդունելի կլիներ։ Նպատակը պետք է լիներ ոչ թե որևէ տարածք տալ կամ չտալը, այլ տարածք հետ ստանալը։ Շատ ափսոս, որ այսքանը ժողովուրդը չէր հասկանում եւ չէր կարողանում կանխել։ Միգուցե մեր ժամանակի խնդիրների մեծ մասը չլիներ, եթե ժամանակին մեր ժողովուրդը խնդիրը կանխելու ձև գտներ։ Արդյոք հնարավոր կլիներ, մտածել է պետք։ Բարեբախտությունն այն է, որ ապրում ենք 21-րդ դարում, երբ կոնֆլիկտային շրջանների իրադարձություններին լուրջ երկրների դիվանագիտական արձագանքը հեռուստատեսության եւ տոմոգավկաների շնորհիվ գործում է անմիջապես։ Եվ ի տարբերություն 19-րդ դարավերջի եւ 20-ի սկզբի, երբ անգլիական նավերը չկարողացան բարձրանալ հայկական լեռները եւ մեզ մենակ թողեցին մեր հիմարության հետ, այս դարում այդպես չստացվեց, եւ Զանգեզուրը մեր կամքին եւ մեր խելքին հակառակ մնաց Հայաստանի կազմում։ Միլենա Քամալյան։
Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում ամերիկա-ուկրաինական բանակցությունները տևել են շուրջ 9 ժամ։ ԱՄՆ-ն ներկայացրել են պետքարտուղար Ռուբիոն եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Ուոլցը։ Ուկրաինան Զելենսկու աշխատակազմի ղեկավար Երմակը, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Սիգիբան եւ Ումերովը։ Փորձագետները կարևորում են, որ բանակցությունների ավարտին կողմերը ոչ թե առանձին, այլ համատեղ հայտարարություն են տարածել։ Դա համարելով տեսակետների եթե ողջ ամբողջական համընկման, ապա առնվազն ընդհանուր պատկերացումների առավելագույն մերձեցման արտահայտություն։ Ամերիկա-ուկրաինական համատեղ հայտարարության նախաբանում տեղ է գտել չափազանց կարևոր ձևակերպում։ Երկու կողմերի ներկայացուցիչները բարձր են գնահատել իր հայրենիքի պաշտպանության գործում Ուկրաինայի ժողովրդի քաջությունը եւ համաձայնել, որ այժմ ժամանակն է, որ սկսվի կայուն խաղաղության հասնելու ճանապարհը։ Փետրվարի 28-ին Սպիտակ տան օվալաձև սրահում Թրամփ-Զելենսկի բանակրվի ընթացքում, ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների նախագահը գրեթե բաց տեքստով Ուկրաինայի առաջնորդին մեղադրել է պատերազմ սադրելու եւ խաղաղությանը պատրաստ չլինելու մեջ։ Փորձագետները հատկապես առանձնացրել են Զելենսկի Վենս բանավեճի այն հատվածը, որտեղ Ուկրաինայի առաջնորդը Միացյալ Նահանգների փոխնախագահին կշտամբել է ուկրաինական պատերազմի էությունը սխալ ներկայացնելու մեջ, շեշտադրելով, որ իր երկիրը պատերազմում է ագրեսորի դեմ։ Անցած մոտ երկշաբաթյա ժամանակահատվածում ուկրաինական պատերազմի բնորոշման հարցում Սպիտակ տունը քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի եվրոպական այլ երկրների, ինչպես նաեւ դեմոկրատական եւ անգամ որոշ հանրապետական կոնգրեսականների կողմից։ Երևում է, այդ տարափն իր ազդեցությունն ունեցել է։ Ջիդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների քաղաքական գլխավոր ձեռքբերումն այն է, որ Միացյալ Նահանգներն ուկրաինական ժողովրդին ճանաչել է իր երկրի պաշտպանության համար քաջաբար մարտնչող սուբյեկտ։ Այս ձևակերպման ենթատեքստն ավելի քան թափանցիկ է, եթե պատերազմող կողմերից մեկը քաջաբար պաշտպանում է իր երկիրը, նշանակում է, որ մյուսն այդ երկիրը ոչնչացնելու նպատակով հարձակվել է նրա դեմ։ Փաստացի Դոնալդ Թրամփը, իսկ առանց նրա համաձայնության Ջիդայի բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նման չափազանց սկզբունքային բնորոշում տեղ չէր գտնի։ Վլադիմիր Պուտինին միջազգայինորեն ճանաչում է ագրեսոր։ Ջիդայի բանակցությունների ավարտին ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ մոտ օրերս կկայանա ռուս-ամերիկյան հանդիպում։ Ըստ արևմտյան աղբյուրների Մոսկվա է գործուղվում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցը, բայց որպես Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց։ Սա նշանակում է, որ նա Մոսկվա կմեկնի անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներ ունենալու առաքելությամբ։ Ավելի պարզ ասած, Ուոլցը պատրաստվում է Վլադիմիր Պուտինին փոխանցել Դոնալդ Թրամփի ուղերձը։ Ուկրաինան համաձայնել է ռազմաճակատային գծի ամբողջ երկայնքով օդում եւ Սև ծովում 30-օրյա հրադադար հաստատելու եւ անհապաղ բանակցություններ սկսելու առաջարկությունը։ Այժմ, ինչպես պետքարտուղար Ռուբիոնը ձևակերպել, գնդակը Ռուսաստանի կողմում է։ Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարը նաեւ ասել է, որ Ուկրաինան նույնպես պետք է ցավոտ զիջումների պատրաստ լինի, բայց ռուս-ուկրաինական պատերազմի բնույթի ամերիկյան սահմանումը, որ ուկրաինական ժողովուրդը քաջաբար պաշտպանում է իր երկիրը, Մոսկվայի համար ոչ մի առումով ընդունելի չի կարող լինել։ Պուտինին իհարկե Ղրիմի եւ Դոնբասի մյուս ուկրաինական տարածքները պետք են, բայց որպես Կիևի նացիստական ռեժիմից ազատագրված պատմական ռուսական հողեր։ Եթե դա միջազգայինորեն չի ճանաչվում, ապա ստացվում է դե ֆակտո օկուպացիա, ինչպես Մերձ Բալտիկան ԽՍՀՄ տիրապետության տակ։ Իսկ դա Ռուսաստանին ոչ թե պատիվ եւ զարգացում, այլ միջազգային հեղինակազրկում, մեկուսացում եւ մարգինալացում է խոստանում։ Նյութի աղբյուր, Առաջին AM։